շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ ենք առանձնացրել եւ իհարկե գիտեմ, որ այստեղ շտապել եք նաեւ ազգային ժողով, բայց ուզում եմ հարցերին անդրադառնալ։ Եկեղեցու դեմ այս արշավը, որ իրենք նախաձեռնել են, փորձում են նոր թափ տալ այդ իրողությանը եւ այսպես երեք մենք տեսանք ինչ տեղի ունեցավ Հովանավանքում, ըստ էության եկեղեցու կողմից այլևս ստեղծված էր Արամ Քահանան, որը կարգալույց է արվել Ստյոպա Ասատրյան անունով։ Երեք տեսանք ինչ սադրանքների էր դիմում Հովանավանքում, խնդրեմ այս իրողությանը անդրադառնալ եւ նաեւ ազգային ժողովում խայտարակ բառապաշարով Նիկոլ Փաշինյանը նորից արձակվել էր եկեղեցու եւ կաթողիկոսի մասնավորապես, անգամ ամոթալի այդ բառերը կրկնել։ Խնդրեմ այս մասով ձեր գնահատականը եւ ինչ սպասել Կիրակի օրը, ինչ են անելու իրենք, համեցեք։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, իսկապես այսօր շատ մարտահրավերներ միանգամից այսպես կանգնել են հայ ժողովրդի առաջ եւ առաջին լուրջ մարտահրավերը այս ապիկար իշխանությունների հարձակումն է հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա, որովհետեւ իրենք շատ լավ հասկանում են, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին պատրաստ է կանգնելու հայոց պետականության, հայոց ինքնիշխանության պահպանման այդ պայքարի ճանապարհի առաջնամարտիկ որպես նա պատրաստ է հայոց եկեղեցին անելու ամեն ինչ, որ հայ ժողովուրդը միավորվի եւ այդ միավորման արդյունքում երկիրը փրկենք այս ապիկար իշխանություններից դավաճան ու երկիրը թշնամուն հանձնող իշխանություններից եւ նա հասկանում են նաեւ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու ծառաները, հենց տեր հայրերը, սրբազանները, նրանցից ոչ մեկը չի գնալու նիկոլիզմի ուղղությամբ, իսկ իրենք այդ քաղաքականությունը վաղուց են վարում հանրային կյանքի բոլոր ոլորտներում, մասնագետների, ներկայացուցիչներին, այս կամ այն մարդկանց, ամեն մի խմբից երևի մի քանի հոգի ամենակիչը տանում են դեպի նիկոլիզմ եւ նրանք կազմաքանդում են այդ ոլորտի հանրային մարդկային այդ խումբը որպես խումբ եւ քանդելով, բաժանելով, տարանջատելով փորձում են հաղթել, բայց փաստացիորեն իրենց չի հաջողվում հայ առաքելական Սուրբ եկեղեցու ծառաների, հայ առաքելական Սուրբ եկեղեցու սրբազանների մեջ այդ տարանջատումը մտցնել, բաժանել եւ նա սկսել է այդ իր հիստերիայից, որ իր մոտ այդ բաժանումը, բաժանիր որ տիրեսը չի ստացվում, սկսել է հիստերիկ այնպիսի բառապաշարով խոսել հայ առաքելական եկեղեցու հետևորդների մասին, որ նույնիսկ ինչ ասեմ, այդ վատ երազում անգամ չի կարելի նման բառեր արտաբերել ուր մնաց, բայց այդ մարդը իրեն թույլ է տալիս ազգային ժողովում ինչ ասես ասել եւ դա առաջին անգամը չէ եւ դա իրենց վարչապետն է, որը հայհոյում է ազգային ժողովում, ով հանրության այդ հանդիպումներում է երկու, այսպես ասած, այդ բլդուղները լիքը ուտելով հայհոյանքով խոսում է ներկա այդ հանդիպումների մասնակիցների հետ, նրանից ամեն ինչ սպասելի է։ Իսկ ինչ կատարվեց երեք Հովանավանքում, դա մեղմ ասած սպասելի էր։ Նրանք գտել են ինչ որ մեկին, Ստյոպիկ կոչվածին, ով իրենց կողմն է անցել եւ փորձում են օգտագործել, որ սրբազանի կաթողիկոսի, սրբազանների կաթողիկոսի նկատմամբ ինչ որ մատնություններ անի, այսպես ասած, եւ հենվելով այդ մատնությունների վրա փորձեն հայ ժողովրդին հանել եկեղեցու դեմ, փորձեն հիմնավորել իրենց հարձակումը հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա, փորձեն հիմնավորել իրենց հարձակումը Սուրբ Էջմիածնի վրա։ Սա է նրանց գործելավոճը, հարձակվել, գտնել 1, 2, 3 տարանջատվածների, նրանց միջոցով գործեր կարել եւ այդ գործեր կարելով, բարձրաձայնելով այդ գործերը, իրենց կարած գործերը բարձրաձայնելով, հիմնվել դրանցով եւ հարձակվել այդ կառույցի վրա։ Սա իրենց ամենօրյա գործելավոճն է եւ դա նորություն չէ ոչ կոնկրետ կառույցների համար եւ ոչ էլ առավել եւս հայ ժողովրդի համար, բայց նրանք շատ լավ հասկացել են նաև արդեն եւ նույնիսկ միգուցե երեք փորձարկում էին, թե ինչքանով հայ ժողովուրդը, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդները կհրաժարվեն առաքելական Սուրբ եկեղեցու կանոններից եւ կգնան, ասենք այդ Արամ եւ այլն, չգիտեմ ինչպես է կոչում, չեմ էլ ուզում նրա այդ անունները տալ, նրա կողմից կատարվող ծիսակատարությանը մասնակից դառնալ եւ իրենք երեք համոզվեցին, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդը երբեք իրեն թույլ չի տա, որ նման կեղտը, նման արարածը
պսակադրության ծես կատարի։ Նրանք դրանում համոզվեցին եւ այդ նույնը պետք է անել ամենտեղ, այդ նույնը պետք է անել բոլոր հնարավոր են կետերում, որտեղ նման քահանաներ կարող են Աստված մի արած հայտնվել, բայց ես չեմ կարծում, որ նրանց թիվը կարող է շատ լինել, միգուցե 3-4 ոչ ավել, եւ հենց դա է այս իշխանական ուժերին այդպես կատաղեցնում, որովհետեւ չեն կարողանում ջարդել, քանդել այդ միասնական ուժը եկեղեցիականների, հոգևորականների, սրբազանների այդ միասնական ուժը եւ բնականաբար սիրելի հանրություն, սիրելի հայ ժողովուրդ, մենք բոլորս լինելով հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ, մենք բոլորս լինելով այո մեր կաթողիկոսի զավակները պետք է տեր կանգնենք մեր եկեղեցուն եւ թույլ չտանք, որ ինչ որ ապիկարներ, ինչ որ անաստվածներ որևէ կերպ փորձեն հարձակում գործել առաքելական Սուրբ եկեղեցու այս կամ այն մեծ կամ փոքր կառույցի վրա, մեծ կամ փոքր վանքի, մեծ կամ փոքր եկեղեցու նրա աշխատակցի, նրա ներկայացուցիչի վրա եւ ես համոզված եմ, որ մենք բոլորս պատրաստ ենք տեր կանգնելու մեր եկեղեցուն եւ որ պահին կարիքը լինի, միասնաբար հայտնվելու ենք այնտեղ, որտեղ այդ կարիքը կզգացվի։ Ես կուզեմ այս մի փոքր էլի ձեր գնահատական Փաշինյանի խայտառակ բառապաշարին, որ ինքը շարունակում է կիրառել եկեղեցիականների կաթողիկոսի գլխավորությամբ մարդկանց հասցեին, եւ նաեւ Ալեն Սիմոնյանը ասում է, թող չհասցնի նրան, դե չեմ ուզում Աղազանյան նվետիմում վեհապարին, որ դուռ պատուան չունենա դուրս գալու, խնդրեմ։ Գիտեք ինչ, Ալեն Սիմոնյանը նույն Նիկոլ Փաշինյանն է, հասկանում եք, նրանք ամեն ինչ կարող են անել, նրանք ամեն ինչի պատրաստ են, ամեն ինչ կարող են արտահայտել, միայն թե իրենք ունենան պահեն իրենց իշխանությունը, նախ են, որ չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ, ով էր Ալեն Սիմոնյանը 5 տարի առաջ, ով է հիմա ազգային ժողովի նախագահն իր երազներում անգամ չէր կարող նման բան տեսնել, հիմա այս իշխանությունը ունի եւ ինքը մեզնից բոլորից շատ լավ գիտի, թե ինքը այս ընթացքում ինչ է արել մեր հայ ժողովրդի գլխին, իր մասնակցությամբ ինչ դավաճանական որոշումներ են կայացվել, իր անմիջական աջակցությամբ ինչ ահավոր որոշումներ վճիռներ են կայացվել տարբեր միջազգային հարթակներում հայ ժողովրդի նկատմամբ, Արցախյան նկատմամբ, Արցախի նկատմամբ, ինքը շատ լավ գիտի, թե ինչ է արել եւ ինքը շատ լավ գիտի, երբ որ այդ իշխանությունը կորցնելուց հետո ինչ պատժի առաջ է կանգնելու։ Դրա համար ինքը արդեն բոլոր հնարավոր չափերն անցել է եւ իր դեմքը այլևս փակելու հնարավորություն չունի, այլևս չի կարող իր դեմքը փակել, նա պետք է ներկայանա այնպես ինչպիսին կա իր էությունն է, իր ներքին աշխարհն է, իսկ իր ներքին աշխարհը ամենակեղտոտ մարդու ներքին աշխարհն է, ամենավատ մարդու ներքին աշխարհն է, եւ նրանք արդեն բացահայտորեն ցուցադրում են իրենց տեսակը, որովհետեւ էլի եմ կրկնում, իրենք ամենալավը գիտեն, թե ինչ դավաճանություն, ինչեր են արել այս երկրի գլխին, ինչեր են խոստացել մեր երկրի թշնամիներին, ինչի դիմաց են խոստացել այդ ամենը անելու եւ ինչքան ժամանակում անել են խոստացել եւ իրենք շատ լավ գիտեն, որ հենց այդ ժամանակը լրանա եւ իրենց խոստումները կատարված չլինեն, ինչ պատժի առաջ են կանգնելու հենց այդ մարդկանց կողմից եւ հենց այդ սարսափն են իրենց դարձրել այսպիսին բացահայտը, դա ոչ թե դարձրել այսպիսին, այլ այդ սարսափից նրանք այլևս ոչ մի բան չեն թաքցնում, իրենք բացահայտ իրենց տեսակը ցուցադրում են, միայն թե այդ դիմացինին, ում որ խոստացել են, նրան ասեն, տեսեք, որ մենք մեր հնարավոր բոլոր միջոցները կիրառում ենք ձեր հրահանգները կատարելու համար, իսկ իրենց հրահանգները բնականաբար Արցախը հանձնելն էր, որ արդեն արել են, եւ բնականաբար շարունակությունը Հայաստանի սահմանները հանձնելն է եւ Հայաստանը կտոր Թուրքին հանձնելն է, ինչպես էլի եմ կրկնում, հա, Թումանյանի Չարի վերջի հերոսը կկում
կգվի նա իր ձակերին հերթով տալիս է եւ այսօր իրենք արդեն հենց այդ ճանապարհն են բռնել։ Իրենք այսօր այդ խաղաղություն թուղթ կոչվածը, որ այսպես գովերքում են, դա գովերքում են ոչ թե որովհետեւ խաղաղություն են ուզում, այլ որովհետեւ ուզում են անընդհատ հայ ժողովրդի ականջին նստել եւ վախեցնել պատերազմի վտանգով։ Նրանց ուզածը դա է, որ հայ ժողովուրդը վախենալով պատերազմի վտանգից համաձայնվի այս մի կտորն էլ հանձնել, համաձայնվի այն մի կտորն էլ հանձնել, համաձայնվի հաջորդ կտորն էլ հանձնել, որովհետև իրենք դրանք խոստացել են, ինչի դիմաց դա իրենք գիտեն, եւ հետագայում իհարկե պարզվելու է թե ինչի դիմաց, բայց այդ կտոր հանձնելու թույլտվությունը ժողովրդից ստանալու համար ոչ թե թույլտվությունը, այլ որ ժողովուրդը լուր, լռի եւ չպայքարի եւ ինքը հեշտությամբ հանձնի այդ կտոր Ադրբեջանի պահանջները, դրա համար իրենք ուղղակի խաղաղության թուղթ են անընդհատ թմկահարում։ Սա է ընդհանրապես այդ թղթի արժեքը եւ սա է Ալեն Սիմոնյանի, Նիկոլ Փաշինյանի այդ կեղտոտ բառապաշարի օգտագործման հիմնական ապացույցը։ Նրանք արդեն իրենց տեսակը ծածկելու, կոծկելու ժամանակ անգամ չունեն։ Նրանք այսօր ցուցադրում են իրենց այնպիսին, ինչպիսին իրենք իրականում կան, ինչպիսին իրենց ներքին աշխարհն է, ինչպիսին իրենք եղել են։ Եթե մինչև հիմա հնարավորություն են ունեցել, ժամանակ են ունեցել իրենց մեջ աշխատել, իրենց վրա աշխատելու եւ ինչ որ բաներ ցույց տալու, ժողովրդին խաբելով քվեներ վերցնելու, այսօր այլևս դրա ժամանակը չունեն։ Նրանց ժամանակը կարճ է, նրանցից պահանջատերը Ադրբեջանն ու Թուրքիան, ելի եմ կրկնում, իրենք գիտեն ինչի դիմաց, արդեն շատ կարճ ժամանակ են տվել բոլոր խոստումները կատարելու եւ ուզեն թե չուզեն այդ վարքագիծը դրսևորում են, որովհետեւ դա է նրանց տեսակը, դա է նրանց էությունը։ Համայնքապետերի քաղաքապետի ինչ տեղ ունեցավ Վարդան Ղուկասյանին կալանավորեցին 2 ամսով, 3 հայտի դարձավ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին ընտանուն կալանքի, դե մենք ունենք նաև գնդակահարության նախադեպ Փարաքյալի ընտրված համայնքապետ Վալոդիա Գրիգորյանը սպանվեց, գնդակահարվեց իր տան վրան։ Գիտեք, այն, որ այս իշխանությունները 21 թվականի ընտրություններից հետո անմիջապես, գիտեք, իրենք հաղթեցին, իբր թե հաղթեցին 21 թվականի ազգային ժողովի ընտրություններում, բայց իրենք շատ լավ գիտեն, թե ինչպես են հաղթել։ Իրենք շատ լավ գիտեն, որ տեղերում ինչեր են արել, ինչ խախտումներ են արել այդ հաղթանակը կորզելու համար, եւ շատ լավ գիտեին, որ առանձին տեղերում իրենց դեմ են։ Էլի եմ ասում, ինչքան էլ ուզում են հայտարարեն, որ ընտրակարծիքներ չեն արել, իրենք շատ լավ գիտեին, թե ազգային ժողովում հաղթանակը իրենց ինչ մեխանիզմներով է տրվել եւ պատահական չէ, որ անմիջապես 21 թվականի հուլիսի ընտրություններից հետո իրենք սկսեցին հարձակումը տեղական ինքնակառավարման մարմինների վրա, հարձակումը այն մարմինների վրա, այն վայրերում, այն քաղաքներում ու այն բնակավայրերում, որտեղ հաղթում էր ընդդիմությունը։ Իսկ այդ բնակավայրերի թիվը շատ էր։ Հարց է չէ առաջանում, այդ ինչպես եղավ, որ 21 թվականի հուլիսին առանց ընտրակեղծիքների, առանց որևէ բան կեղծելու իրենք այդքան ձայն տարան, չէ՞ որ այդ տեղերից պետք է նայեն, բայց հենց հոկտեմբերից սկսած ընտրություններին արդեն այդ նույն տեղերում իրենք պարտության հետևից էին գրում։ Այստեղ որևէ մեկի մոտ հարց չի առաջանում, այդ ոնց կարող է լինել 2 ամսվա մեջ։ Արդյոք այստեղից ողջամիտ կասկած չի առաջանում, որ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ իրենք լինելով իշխանություն, իրենք լինելով այն իշխանությունը, ում օրոք ընտրություններ եղան, ամեն հնարավոր ճանապարհի դիմել են, իրենք շատ լավ գիտեն ինչերի են դիմել, եւ միգուցե այդ մեխանիզմները դիմերում արդեն կիրառելի չէին, եւ դրա համար այդ մեխանիզմների դիմերում կիրառելիությունը չկարողացան իրականացնել եւ դիմերով սկսեցին պարտության հետևից։ Դե կարելի է, չէ, ենթադրել, որ արդեն զինված ուժերը չէին կարող օգտագործել, արդեն դրսից տարբեր ոչ համայնքի բնակիչների տարբեր տեղերում, տարբեր տեղամասերում ընտրության մեխանիզմը չէին կարող օգտագործել, որտեղ համայնքի բնակիչը շատ լավ գիտի իր համայնքի բնակիչին եւ երբեք թույլ չէր տա, անմիջապես կճանաչեր դրսից եկողին։
ով պետք է մասնակցի թիմ ընտրություններին իրենց համայնքի ղեկավարության եւ այդքան արդեն քչացել էր թիմերում ընտրությունները կեղծելու իրենց մեխանիզմներն ու հնարավորությունները եւ համայնքի հետևից իրենք պարտություններ էին գրում եւ հենց 21 թվականի հոկտեմբերից արդեն իրենք սկսեցին այն հարձակումը այն մարմինների տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ավականիների վրա իրենց խառնակցիությամբ այդ ավականիների մեջ տարանջատում մտցներ, որպեսզի այնտեղ որտեղ որ արդեն ընդդիմությունը հաղթել էր կամ ընդդիմադիր ուժերը միավորվելով կարողացել էին ունենալ ընդդիմադիր համայնքի ղեկավար, այդ բոլոր տեղերում իրենց խառնակցիության արդյունքում սկսեցին կամաց ազատվել, իրենք հնարավորություն ստացան ազատվել կամ հեռացնել ղեկավարներին։ Դա եղել է Ախուրյանում, դա եղել է Անիում, դա եղել է Բերդում, դա եղել է Վարդենիսում, դա եղել է Վանաձորում։ Ես անընդհատ իմ ելույթներում խոսում եմ, չեմ ուզում դրանք մանրամասն, բայց փորձեք բացել նայել ինչ կատարվեց Անիում, ինչ կատարվեց Սիսիանում, ինչ կատարվեց Թալինում, իրենց խառնակցության արդյունքում նրանք մտան, խառնեցին ավականին, ավականու անդամներից այստեղից այնտեղից գողացան մանդատներ եւ ընտրված համայնքի ղեկավարի լիազորությունները ցածը դնելու պայմաններ ստեղծեցին կամ արտահերթ 3 ամսյա նիստերը այնպես արեցին, որ չկայանան եւ գնան արտահերթ ընտրություններ։ Սա է իրենց գործելավոճը եւ ըստ էության այդ մեխանիզմը, այդ խառնակցությունը ավականիների մեջ բաժանություն մտցնելը, համայնքի ղեկավարների նկատմամբ գործեր կարելը իրենք 21 թվականի հոկտեմբերից մինչև օրս կիրառում են եւ գնալով ավելի դաժան ձևեր է ստանում, դաժան մեթոդներ են կիրառվում եւ պետք է ընդհանրապես հիշել Վանաձորը, որը 4 տարի չունի համայնքի ղեկավար, որովհետեւ Փաշինյանը գողացել է վանաձորցիների ընտրելու իրավունքը, համայնքի ղեկավար ունենալու իրավունքը եւ ասում են ընտրությունները չեն կեղծել։ Բա որ չեք կեղծել, ինչ եք արել, դուք ավելի վատ բան եք արել։ Դուք գողացել եք համայնքի բնակիչների իրենց ընտրությամբ ղեկավար ունենալու իրավունքը, դուք գող եք ընդհանրապես, ոչ թե չեք կեղծել, դուք սարսափելի բան եք արել, դուք գողացել եք ընտրական քվեները, մանդատները, դուք ըստ էության ինչ արեցիք Փարաքարում, ընտրված համայնքի ղեկավարին պարզապես գնդակահարեցիք։ Գիտեք ինչի եմ ասում հստակ, որ գնդակահարեցիք, որովհետև ինչպես է պատահում, որ սպանվում է երեկոյան ժամը 10-ին, 11-ին համայնքի ղեկավարը, ուղիղ հաջորդ օրը ժամը 11-ին կառավարության նիստում վարչապետ կոչվածը մի անգամից ներկայացնում է վարկածը, թե ինչից սպանվեց, ով կարող էր սպանել համայնքի ղեկավարին։ Դա վրեժխնդրություն է։ Հասկանում եք, դու ով ես, բա սահմանադրական կարգի տապալումը որտեղ է, բա որտեղ մնաց դատական գործադիր իշխանությունների այդ զսպումներն ու հակակշռումները, դու ինչ իրավունք ունես որևէ կերպ միջամտելու իրավական գործընթացին, չէ որ դա պետք է քննչական մարմինը հայտներ, դիտարկի տարբեր վարկածներ, դատարանը պետք է որոշի ով սպանեց, ինչու սպանեց, ինչ վրեժխնդրություն էր, թե ուրիշ մի բան էր։ Այո, միգուցե վրեժխնդրություն էր, բայց ես կասկած կարող եմ ունենալ, որ այդ վրեժխնդրությունը ոչ թե ինչ որ ազգային, ինչ որ բարեկամական, ինչ որ համայնքային բնակիչների վրեժխնդրություն էր, այլ ընդդիմություն, իշխանություն վրեժխնդրություն էր։ Ես կարող եմ, չէ՞, այդ ողջամիտ կասկածը ունենալ։ Այդ ինչպես եղավ, որ վարչապետը մի անգամից վարկածը հայտարարեց, ինչպես Ազատի կացարանում 15 զինվորների հրդեհից արվելու դեպքի վերաբերյալ ուղիղ հաջորդ օրը իր վարկածը հայտարարեց, թե ով ինչպես բենզինը լցեց եւ տեսանք, որ հենց այդ միակ վարկածը քննարկվեց, այդ միակ վարկածը քննչական մարմինները առաջ տարան եւ այդպես էլ հաստատեցին։ Այսինքն ինչ է նշանակում, այդ Նիկոլ Փաշինյանը պայծառատես է, չգիտեմ, գուշակիչ է, գուշակող է, չէ, նա ոչ պայծառատես է, ոչ գուշակող է։ Ես կարող եմ շատ հստակ ողջամիտ կասկած ունենալ, որ ինքը այդ ամենի մասին նախապես տեղեկացված է եղել։ Նա արդեն տեղեկացված է եղել, ինչ է լինելու, որտեղ է լինելու, ով է անելու։ Այդ ինչ մի դժվար էր այդ վրեժխնդրության համար այդ ազգական բարեկամ կամ նախկին քաղաքապետի բարեկամ որևէ մեկին կաշառել
Եվ խոստանալ, որ ինքը այդքան լուրջ պատժիչ չի առաջանա, թող սպանի եւ վրեժխնդրության անվան տակ առաջ կտանեն։ Դժվար չի, չէ՞, այդպես կազմակերպել։ Ես կարող եմ, չէ՞, ողջամիտ կասկած ունենալ, որ իշխանությունը հետ նման ձևով էլ կազմակերպել է այդ սպանությունը։ Կամ Գյումրիում, ինչ արեցիք Գյումրիում, 6 ամիս նրանք չէին կարողանում մարսել, Վանաձորը չեն մարսել, քիչ է հիմա էլ Գյումրիում պարտությունը, նույն բանը եղավ Գյումրիում, չէ, մինչև էդ էլ իրենք չէին հաղթել, իրենց խառնակչիության արդյունքում կարողացան Գյումրիին հասցնել արտահերթ ընտրությունների, Գյումրիում բերել արտահերթ ընտրությունների, բայց այս պարագայում էլ նորից իրենք չհաղթեցին եւ 6 ամիս անընդհատ մտածեցին եւ էլի իրենց հին տաշտակի առաջ կանգնեցրին, կարեցին կաշառակերության գործ, իրենց ներկայացված այդ կաշառակերության գործի պարագայում ինչ որ 4 միլիոն կաշառքի մասին է խոսքը, բայց իրենք 12 միլիոնից ավել գումար ծախսեցին այդ կարմիր բերետներին, այդ սև բերետներին, այդքան զինվորներին, այդքան ոստիկաններին Գյումրի հասցնելու, այնտեղ պահելու, այնտեղ սնունդով ապահովելու, լավ, չէի կարող ուղղակի ուղարկել մի փաստաթուղթ, կանչել նրան հարցաքննության, գործը բացել վարել, այդ շոուն ինչի համար էր, ինչի էիք դա անում, թե դրանով փորձում եք վախեցնել հաջորդ ընտրություններում, հաջորդ համայնքներում առաջադրվող ընդդիմադիր թեկնածուներին չեք վախեցնելու։ Վաղ շաբաթում սպասվող ընտրությունները այդ իրենց Արագիշտի Մեհակյանը, որ ըստ էության հանցագործություններ մինչև քարոզաշարժ մեկնարկեն ինչ-որ են կարել էին, խնդրեմ։ Այո, շատ լավ օրինակ բերեցիք, ըստ էության օրենքով արդեն հստակ սահմանված է, որ ընտրությունները հայտարարելու օրվանից սկսած մինչև արդյունքների ամփոփումը արգելվում է որևէ բարեգործական միջոցառում, որևէ գործողություն, որին մասնակից կդառնա ընտրություններին մասնակից կուսակցությունը իր անվամբ կամ կուսակցության ներկայացուցիչը կամ նրան բարեկամ ազգակցական կապով հարվող որևէ մեկը։ Իսկ ինչ եղավ։ Ուղիղ այդ միջակայքում Խոյի համայնքում, որը իրենց բան ձեռքով միանգամից միացվեց Էջմիածնին, որովհետև միայն վաղաշաբաթում Էջմիածնում նրանք չէին կարող բնականաբար հաղթանակ տանել, իրենց հաշվարկով Խոյը այն իշխանամետ համայնքներ, որից կարող էին բավականին ձայներ բերել, Խոյի համայնքապետի, այդ իրենց ցուցակում կարծեմ երկրորդը տեղը զբաղեցնող անձը միջոցառում է կազմակերպում բարեգործական համայնքի երեխաներին նվերներ է բաժանում, լավ է անում, այդ երեխաները էլի երեխաներ էին, մինչև ընտրությունների հայտարարելն էին այդ համայնքի երեխաներ, մինչև ընտրությունների հայտարարելն էլ այդ երեխաները ունեին այդ բարեգործության կարիքը, մինչև դա անեիք։ Եվ այդքանից բացի նաև խոսում է ելույթ է ունենում այդ Մեխակյան, թե Մեխակ, Արգիշտի Մեխակյանը, ով ցուցակի առաջի անձն է, ում արգելված է բարեգործական միջոցառման մասնակից դառնալ, առավել երբ որ կազմակերպիչն էլ ցուցակի երկրորդ անձն է։ Սա օրենքի ակնհայտ խախտում է։ Իրենք ամեն ինչ անում են, ինչ օրենք, իրենց համար ոչ օրենք կա, ոչ օրենքի խախտման ինչ որ իրենք չեն մտածում, որ օրենք են խախտում։ Եվ դեռ ավելին, ամեն օր իրենք օրենքը խախտելով առաջ են գնում եւ իրենք խոսում են ժողովրդավարությունից, ինչ ժողովրդավարության մասին է խոսքը։ Իրենք այսօր այդ ժողովրդավարությունը, իրենց գովերքած ժողովրդավարությունը պատերին են ծեփել, գետնին են փռում, այս է իրան ժողովրդավարությունը։ Շոուներով մարդկանց գետնին են փռում, կալանավորում են ինչի համար, որովհետեւ մի հատ լայք է արել ընդդիմադիր, ասենք որևէ ելույթի։ Սա է նրանց ժողովրդավարությունը, նրանք ժողովրդավարությունը փռում են ասֆալտի տակ ու այս ասֆալտը վրան քշելով առաջ են գնում, սա է իրենց ժողովրդավարությունը, այստեղ իրենք ժողովրդավարություն չունեն, ինչ ժողովրդավարություն, խոսում են ժողովրդավարությունից, եվրոպական արժեքներից, եվրոպական միություն միանալու իրենց պատրաստակամությունից, բայց ամեն օր մարդու իրավունքներ են խախտում, ամեն օր ժողովրդավարական արժեքներն են գետնի տակ, այսպես ոտի տակ գցում։ Սա ժողովրդավարություն չի, սա ժողովրդավարության ծաղր է։
Եվ զարմանում եմ, որ Եվրոպական միության ներկայացուցիչները, այստեղ Հայաստանում գտնվող դեսպանները, միջազգային կազմակերպությունները չեն բարձրաձայնում այս ամենի մասին։ Բա սա է ձեր պահանջը։ Այսինքն դուք ինչու եք այսպիսի երկակի ստանդարտներ կիրառում։ Ինչու Վրաստանում, երբ նույն ընդդիմադիր ուժերի նկատմամբ ինչ-որ բան է կատարվում, դուք անմիջապես այսպես հերթով, կարգով սկսում եք քննադատել իշխանություններին, բա այսօր այստեղ նույն բանը ավելի վատ, ավելի սարսափելի կերպով կատարվում է ընդդիմադիր ուժերի նկատմամբ Հայաստանում։ Բա ինչի որևէ մեկը որևէ ձայն չեք անում, թե դա ձեզ ձեռք է տալիս։ Ես կարող եմ, չէ, այդպես ասել, որ այո, դա ձեզ ձեռք է տալիս, որովհետև այս ամենի հետևում կանգնած են Թուրքիան եւ Ադրբեջանը, այս ամենի հետևում կանգնած են թուրքական փողերը, այս ամենի հետևում կանգնած է թուրքական իշխանությունը իրենց պահանջներով, որ կտոր Հայաստանը իրենք ստանան, եւ դրա համար իրենք ամեն ինչ անելու են, որ այս իշխանությունը մնա իշխանություն, ուրիշ ավելի լավին չեն կարող գտնել, որ այսպես հանգիստ իրենց ուզածը անում է, այսպես մաս իրենց ուզածը անում է, ավելի լավ իշխանություն որտեղից մի գտնեին, խոսում են անկախությունից, խոսում են ինքնիշխանությունից, սիրելի հայրենակիցներ, փորձեք ձեզ տրամադրել, շատ վատ բան եմ ասում, շատ դժվար բան եմ ասում, բայց փորձեք ձեզ տրամադրել ու կարդալ նիկոլիզմի թեզերը, նիկոլիզմի այդ գաղափարախոսության թեզերը, իրենք հենց այնտեղ սևով սպիտակի վրա գրում են, անկախությունը դա շատերից, շատ երկրներից կախվածությունն է, սրանից լավ բացահայտել իրենց դեմքը, ինչ է նշանակում անկախությունը շատ երկրներից կախվածությունն է եւ իհարկե բնականաբար այդ շատ երկրների շարքում երևի առաջին հորիզոնականում Թուրքիան է լինելու, բնական է, հաջորդ թեզը կարդացեք, ճիշտ է, էլի եմ ասում, դժվար է, բայց կարդացեք, հաջորդ թեզը ժողովրդավարության եւ իրենք ասում են երկրի իշխանությունը երկիրը ժողովրդին է, ժողովրդի իշխանությունը Եվ դրանից անմիջապես հետո ասում են ժողովուրդը իշխանության տերն է, բայց ժողովուրդը այն քաղաքացին է, որ ապրում է Հայաստանում եւ հաջորդ նախադասությունը քաղաքացին է մինչեւ այդ նախադասությունը այն քաղաքացին է, որ ապրում է Հայաստանում եւ նա պարտադիր չէ, որ հայ լինի, բնականաբար պարտադիր չէ, մեղմ ասած ոչինչ, անմեղ մտքեր են Հաջորդ նախադասությունը, որ իրենք անընդհատ օգտագործում են, որ մեր երկիրը ունի ժողովրդագրական լուրջ խնդիր եւ ժողովրդագրական այդ խնդիրը պետք է լուծվի եւ հնարավոր չէ այլ կերպ լուծել, քան ներգաղթով։ Նորից մտածում ես, որ դե ժողովրդագրության խնդիր լուծելու 4 հիմնական ուղղություններից մեկը ներգաղթի ապահովումն է, բայց դա չգիտես ինչպես, պատահաբար, թե միամիտ, զուգահեռ այն պահին, երբ Ադրբեջանը խոսում է 300,000 ադրբեջանցիների Հայաստան տեղափոխվելու անհրաժեշտության մասին։ Հիմա դուք կասեք, որ սա պատահականություն է, հիմա դուք կասեք, որ սա ինքնիշխանությունը ապահովելու քայլեր է, 300,000 ադրբեջանցին գալիս է Հայաստան, դառնում է Հայաստանի քաղաքացին, իրենց թեզով դառնում է Հայաստանի տերը, 300,000 ադրբեջանցին դառնում է քաղաքացի դրանով ժողովուրդ դրանով իշխանության երկրի տերը եւ խոսում ենք ինքնիշխանությունից նրանք ամեն ինչ անում են որ ադրբեջանական բոլոր պահանջները կատարվեն թեզերով կողքից այսպես մանևրելով ուղիղ ամեն ինչ ասում են նրանք երբեք չեն թաքցնում իրենց ցանկությունները այո իրենք եկել են թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերը իրականացնելու եւ Շատ քանի որ շատ կարճ ժամանակ է մնացել իրենց իշխանության, իրենք շատ լավ գիտեն, որ այլևս վերընտրվելու շանսերը զրոյացվում են, պետք է գնան կամ լուրջ կեղծիքների, կամ բացահայտ այսպես հարձակումների ընդդիմադիր ղեկավարներին կալանավորելու, ընդդիմադիր ղեկավարներին գլխատելու, ընդդիմադիր ուժերի նկատմամբ հազար ու մի կալանք գործարծելու, նույնիսկ բանին, երեք արդեն կալանք ստացավ, կալանքի որոշում տվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, ով դա պետք է ներկայացվել էր որպես impeachment-ի համար ներկայացման վարչապետի թեկնածու։ Հասկանում եք,
նրանք երեք առաջի օրը այն հերթով կարգով խոսում էին, որ այդ իմպիչմենտը չի հնարավոր չի լինել, որովհետև իրենցից ոչ մի 18 ստորագրություն չի միանալու, ոչ մի 18 պատգամավոր չի միանալու այդ 54 ձայն ունենալու, բայց անմիջապես կալանավորում են Դավիթ Համբարձումյանին։ Այստեղ հարց է չի առաջանում, թե դուք էլ ինքներդ ձեզ չեք հավատում, թե դուք էլ ինքներդ ձեզ չեք վստահում, դուք ուղղակի խոսում եք, բայց մեջներդ վախ կա, որ այդ 18-ը ձեր մեջ կարող է լինել, որ ձեր մեջ կարող է, էլի, հանկարծ, աստվածավախ, հայրենիքը մի քիչ գնահատող 18 հոգի վերջին պահին հայտնվի, չեմ կարծում, բայց ամեն դեպքում չեմ կարծում իսկապես, որովհետև այնքան են թաթախվել կեղտի մեջ, որ այդպիսի մարդկանց գտնելը իրոք դժվար է լինելու, բայց իրենք իրենց չեն հավատում եւ միայն այդ չհավատալն ու այդ վախն է, որ հանկարծ կարող էին այդպիսին հայտնվել Դավիթ Համբարձումյանի նկատմամբ այս կալանքը իրականացվեց։ Ասես նրանք ամեն ինչի ընդունակ են եւ մենք բոլորս պատրաստ լինենք, այո, մենք ուզում ենք հայրենիք ունենալ, այո, մենք ուզում ենք երկիր ունենալ, որ մեր երեխաները անկախ, ինքնիշխան Հայաստանում ապրեն, դրա համար պետք է ամեն ինչ անենք այս ապիկարներից ազատվելու համար, եթե մենք իսկապես ուզում ենք, որ մեր երեխաներին թողնենք երկիր, եթե մենք իսկապես ուզում ենք, որ մեր երկիրը, Հայաստան երկիրը ոչ միայն այսպես խեղճացած, չմնա այսպես խեղճացած, այլ ուժ հավաքի, հզորանա եւ ելի գան այն ժամանակները, երբ մենք իզորու կլինենք ու հաստատ համոզված լինելու ենք Արցախը հետ բերելու եւ ի վերջո ունենալու են ուժեղ հզոր Հայաստանը, որը մեր երազանքն է։ Մենք երբեք չենք հրաժարվելու մեր երազանքներից, մենք երբեք հետ չենք կանգնելու այդ ծրագրերի իրականացնելուց եւ ոչ մեկը, ոչ մի վախի առաջ չենք ընկրկելու, ոչ մի ապիկար իշխանությունների այս գազանությունների դեմ չենք ընկրկելու եւ ամեն ինչ անելու ենք սրանցից ազատվելու եւ վերջապես մեր երկիրը փրկելու, զարգացնելու ու հզորացնելու համար։